Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Հոգևորականներին արգելում են դուրս գալ երկրից, ինչ գործի համար են հարցաքննել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Սա ամբողջովին ապօրինի գործ է։ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է։ Վաշինգտոնում գագաթնաժողով է տեղի ունենալու։ Այս տարի այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ել ավելի մեծ իմաստ է ձեռք բերում։ Հացահատիկով բեռնված 25 վագոն Հայաստանի ճանապարհին է։ Ինչ է սպասում պաշտոնական Երևանը Բաքվից։ Գազայի երեխաների բուժումը Հայաստանում, հայ ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։ Թրամփն ուզում է գնել Գրենլանդիան, ինչ է հայտարարել Սպիտակ տան ղեկավարը։ Փետրվարի 2-ից 3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու ու ելույթ ունենալու համար Վաշինգտոն է մեկնել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը ներկայացնելու է եկեղեցու, սրբազանների, կաթողիկոսի ու Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները։ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, ասել է Վարդևանյանը։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ել ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները, թե սրբազան հայրերի նկատմամբ, թե վեհափառ տիրոջ նկատմամբ, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, սրանք բոլորը ի վերջո հանդիսանում են նաև հենց կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ։ Իհարկե նաև կրոնական ազատությունների տեսանկյունից հնարավոր չէ չնշել նաև այն ամենը, ինչ մենք ունենք այս պայդրությամբ Արցախում։ Այն է, որ ունենք եկեղեցիներ, վանքեր, որտեղ նվազագույն կրոնական ազատության իրացման հնարավորություն չունենք։ Քննչական կոմիտեն 7 հոգևորականի նկատմամբ քրեական վարույթ է սկսել, իսկ 6 եպիսկոպոսի և 1 ամուսնացյալ քահանայի արգելել է լքել երկիրը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ օրերս կարգալույց հռչակված Արման Սարոյանի գործի համար։ Եպիսկոպոսներին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ապօրինի սահմանադրությունը հակասող գործ է, համոզված են հոգևորականները։ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել Վեհատար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքեր կան, որոնք հրապարակվել են նաև։ Հովնան Սրբազան, աննախադեպ է դա, կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի և վեհափառի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Մենք ուղղ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք։ Չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ։ ԳԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳԽ-ն որոշել է առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է։ Իսկ այս քայլերն ինչու են։ Եվ որևէ մեկը չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները, հայտարարել է Մայրաթորն ու խստորեն դատապարտել իշխանության այս քայլը։
Մայրաթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը եւ իրավապահ համակարգին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի շրջանակում, արտարության եւ ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ եւ հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։ Իսկ այս հարցաքննություններին նախորդել էր եւս մեկ աղմկահարույց որոշում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ լուծարվեց 20 տարուց ավելի հոգևոր ծառայություն մատուցած զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։ Զինված ուժերում ծառայող հոգևորականները միշտ եղել են զինվորների կողքին, պատերազմից համավարակ ու անձնական տարաձայնություններից ու հոգեբանական բարդ պահերին։ Հոգևոր առաջնորդությունը լուծարելով սկիզբ է դրվում խնդիրների, որոնց ինչ լուծում կտա պաշտպանական գերատեսչությունը դեռևս պարզ չէ։ Շաբաթ մեր նկարահանող խումբն այցելել է Քանաքեռի զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Դիտենք ռեպորտաժը։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցվում է պաշտպանության նախարարի հրամանով։ Մինչև 3 ռազմական ոստիկանության վարչության Տեր Վարազդատ, Տեր Պսակ, Տեր Վանանդ քահանաները զինված ուժերի հոգևոր առաջնորդության եկեղեցու բակում էին։ Պարբերաբար մտնում էին եկեղեցի, դուրս գալիս, նայում ռազմական ոստիկանության մեքենային, որ եւս եկեղեցու բակում էր։ Ինչու է այստեղ։ Ինչ կամ ում է հսկում։ Այս հարցերն են ուղղում ծառայողներին քահանաները։ Ինձ հետաքրքիր է ուղղակի դուք ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Տեր Պսակ, բոլորին ասեցի, ձեզ էլ կասեմ, չեմ պատասխանել։ Հա, չեմ պատասխանելու։ Ծառայողը չասաց, բայց պաշտպանության նախարարության խոսնակը լրագրողներին ասաց. մի քանի զորամաս կա շրջակայքում, նրանք էլ բնականon ծառայության են։ Մինչդեռ Տեր Պսակ քահանան նշում է, երբևէ սովորական օրերին ռազմական ոստիկանության ծառայող եկեղեցու շրջակայքում անգամ չի տեսել։ Ենթադրում եմ, որ վաղվանից հրամանը ուժի մեջ է մտնում եւ քանի որ եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին ծառայել է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, զինվորների, սպաների, բանակի կարիքների, հոգևոր կարիքները հոգալու համար, ենթադրում եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վաղը այլևս փետրվարի 1-ով իրենք պիտի խոչընդոտեն, որ մենք այստեղ պատարակներ, չգիտեմ, խորհուրդներ, աղոթքներ իրականացնենք։ Զինվորների, սպաների հետ Տեր Պսակը ծառայում է 2006 թվականից, շուրջ 20 տարի։ Նրանց կողքին է եղել պատերազմի, համավարակների, մկրտության ու հոգևոր զրույցների ժամանակ։ Մտածում է, հոգևորականներին ու զինծառայողներին բաժանել է կխորացնի միջազգային հարաբերություններում վեճերը, զինվորների ինքնասպանության դեպքերը։ Նույն մտահոգությունն ունի նաև Տեր Վանանդ քահանան։ Մեզ համար սա անակնկալ չէր, ամեն օր կարծես թե սպասում ենք, որ պետք է այդ որոշումը լիներ այս քաղաքական իրավիճակից, եկեղեցու դեմ արշավից սկսած, եւ բնականաբար մեծ ցավ է մեզ համար եւ հատկապես զինվորների համար, որ այլևս չպետք է լինի զորամասում հոգեվորական, որտեղ շատ մեծ նշանակություն ունի հոգեվոր դերը զինվորի կյանքում, որոնք որ մասնակցում են եւ պատարակներին եւ մկրտություններ են կանում տարբեր հոգեվոր դասեր են կանում, շատ մեծ նշանակություն ունի հոգեվորական դերը զինվորի կյանքում։ Գնդերեսներին ստիպել են միանալ Նիկոլ Փաշինյանին աջակցող մյուս հոգևորականներին, ասում են քահանաները։ Մենք երբեք չենք խառնվել որևէ անցուդարձի, այս պարագային եւս որևէ կերպ չենք ուզել, որ մեզ ներքաշեն որոշակի գործընթացների մեջ, որոնք բանակի մեր որպես այդպիսի մեր ծառայությանը պիտի լիարժեքորեն խոչընդոտեն։ Մենք մեր ծառայության մեջ ենք եղել բոլոր հանգամանքներում։ Զինված ուժերում առաքելական եկեղեցու հոգևոր ծառայություն իրականացնելու որոշումը 1997 թվականին կայացրել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված է եղել 42 հոգևորական, որոնցից միայն 8-ն են շարունակելու իրենց ծառայությունը պաշտպանության նախարարությունում Սուրեն Պապիկյանի հրամանով, ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս իր հրամանով ուրեմն ինչ է խախտել։ Առաջին, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածը խախտել։ Ես մեջբերում եմ այդ նորմը։ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասեր։ Երկրորդը, պաշտպանության նախարարը խախտել է պաշտպանության նախարարի կողմից եւ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված կանոնադրության 5.1 կետը։ Ինչ է ասում այդ կետը։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրնագրով եւ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միայնակ չէր կարող լուծարել այս ծառայությունը։ Մինչդեռ արել է հենց այդ։
Սուրեն Պապիկյանը հրապարակել էր լուծարման որոշումն ու նշել տարընթերցումներից խուսափելու համար։ Սա հակաեկեղեցական արշավում բանակը ներգրավվելու քայլ է, կարծում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Կատարվում են ապօրինի հրահանգներ, կայացվում են ապօրինի որոշումներ եւ որևէ պարզաբանում չի։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշում է, քաղաքական հաշվարկի եւ նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին եւ ըստ այդմ մարտունակությանը։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության եկեղեցի էին գալիս քաղաքացիներ, որոնք տեղյակ են պաշտպանության նախարարի որոշումից, մտահոգ են։ Ամեն ինչի մասին ենք մտածում, բայց մեր մտածելը քիչ է, մեզ լսող չկա, մեր ձայնը տեղ չի հասնում։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ռուսաստանի Դաշնության Էսենտուկի քաղաքում հավաք է եղել հաջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Հայ համայնքի ներկայացուցիչները գործընկերոջս հայտնել են, որ ակցիայի միջոցով կոչ են անում անհապաղ դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկաբեկմանը, հեղինակության խաթարմանը, ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իրականացվող հարձակումներին, ազգային պառակտման խորացմանը։ Պահանջում են ազատ արձակել բարձրաստիճան հոգևորականներին, եկեղեցու աջակիցներին եւ ազգային բարեգործներին։ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել վիճակը միջին արևելքում խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Անանյանի խոսքով կառավարությունն աշխատում է առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու համար։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկել հացահատիկով բեռնված 25 վագոն, ընդհանուր 1746 տոննա։ Հիշեցնեմ, ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ 2026-ի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8486 տոննա ռուսական հացահատիկ եւ 4103 տոննա ճանապարհին է։ Ճանապարհին է նաեւ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել։ Հետքի տեղեկությամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է։ Քննչական կոմիտեն անուն չի հայտնել, սակայն մամուլի քարտուղար Գիմա Ավդալյանը լրատվամիջոցին հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում են կայացրել։ Որպես խափանման միջոց կիրառել են բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե պատրաստվում է ներխուժել Գրենլանդիա, այլ ուզում է գնել այն։ Ես երբեք մտադրություն չեմ ունեցել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը։ Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը, Վենեսուելան կարող է դառնալ 53-րդը, կատակել է Թրամփը։ Էրդողանը հետաքրքրված չէ Օսմանյան կայսրության վերածննդով, ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։ Էրդողանի եւ Նեթանյահուի միջև հռետորաբանությունը հիմնականում դեկլարատիվ բնույթ ունի եւ չի արտացոլում առաջնորդների իրական մտադրությունները, ասել է Թոմ Բարաքը։ Իսկ ռուսական հատուկ ծառայություններն ահաբեկություն են կանխել Ղրիմում։ Ահաբեկությունը, որն անվտանգության դաշնային ծառայության շենքում պետք է իրականացներ մահապարտը, կազմակերպել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկը։ Նա կապ է հաստատել տեղի բնակչի հետ եւ պաշտոն խոստացել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում, բայց դրա համար տղամարդը պետք է պայթուցիկով բարձրախոս տեղադրեր շենքում։ Միջազգային լուրերը Զարա Սարգսյանի ռեպորտաժում։ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի, ասել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հստակ ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին։ Եթե հարձակում լինի, մենք կպատասխանենք ցնցող, արագ եւ շատ հզոր հակահարվածով։ Մենք կարևոր դասեր ենք քաղել եւ արժեքավոր փորձ ձեռք բերել նախորդ պատերազմից։ Մեր բալիստիկ հրթիռները տեղում են, մեր ուժը մնում է անփոփոխ։ Մենք հիմա ավելի լավ ենք պատրաստված, ասել է նա։
Թրամփն ու Նեթանյահուն փորձեցին ցույցերի դուրս եկած մարդկանց դժգոհությունն օգտագործել պառակտում եւ քաոս ստեղծելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրական բողոքի ցույցերը չեն ներառում զենք, զինվորների սպանություն կամ շտապօգնության մեքենաների եւ շուկաների հրկիզում։ Մենք պետք է լսենք հանրային իրական մտահոգությունները եւ աշխատենք դրանք լուծելու ուղղությամբ, ասել է նա։ Սպիտակ տունը հաստատել է Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային մերձավոր արևելքում իր երկու հիմնական դաշնակիցներին ավելի քան 15 միլիարդ դոլարի նոր մեծածավալ զենքի վաճառքը Իրանի շուրջ լարվածության ֆոնին, հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։ Դոնալդ Թրամփը կոչ է արել ձերբակալել Բարակ Օբամային։ Թրամփը պնդում է, որ հրապարակվել են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Օբաման 2016-ի ընտրությունների ժամանակ ակտիվորեն համագործակցել է ռուսների հետ եւ կեղծ տեղեկություններ է հրապարակել իր մասին, իր նկատմամբ ամերիկյան վստահությունը խաթարելու համար։ 100 հազարավոր մարդիկ դուրս են եկել ամերիկյան քաղաքների փողոցներ բողոքելու ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի աշխատակիցների գործողությունների դեմ։ Միացյալ Նահանգներում բողոքի ցույցերը վերսկսվել են անցյալ շաբաթ, երբ այսի աշխատակիցները կրակել ու սպանել են 37-ամյա քաղաքացու։ Պինգ-պոնգ պատերազմի փոխարեն Ճապոնիայի ու Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները սեղանի թենիս են խաղացել բանակցություններից հետո։ Մոսկվայի երկնքում հայտնվել է 3 լուսին, սա օդի սառցեբյուրեղներում լույսի բեկման հետևանքով առաջացած պատրանք է։ Սիբիրի կախարդական սառույցը Կրասնոյարսկը կրկին վերածվել է բացօթյա թանգարանի։ Ռուսաստանից, Չինաստանից, Բելարուսից, Մոնղոլիայից եւ Հարավային Կորեայից վարպետները ներկայացրել են իրենց սառցե քանդակները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Bad Bunny-ն դարձել է Grammy մրցանակաբաշխության 68-ամյա պատմության մեջ առաջին արտիստը, որը հաղթել է տարվա ալբոմ անվանակարգում ամբողջությամբ իսպաներեն կատարման ձայնագրություններով։ Մրցանակի համար պայքարում երաժիշտն առաջ է անցել Lady Gaga-ից, Kendrick Lamar-ից եւ Sabrina Carpenter-ից։ 31-ամյա արտիստն իր մրցանակը նվիրել է ներգաղթյալներին։ Մրցանակաբաշխության ժամանակ շատ այլ արտիստներ նույնպես իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ վարչակազմի ներգաղթի դեմ ուղղված միջոցառումների դեմ։ Նրանց թվում է եղել բրիտանացի երգչուհի Օլիվիա Դինը, որը ճանաչվել է լավագույն նոր արտիստ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի եթերում կլինի ժամ 15-ին, տաղավարում կաշխատի Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։